Մարիա հեռուստասերիալում Մարիան ուրախ վերադառնում է տուն։ Նա չի կարողանում թաքցնել իր զգացմունքները և անկեղծանում է տատիկի հետ, ասելով, որ ինքն առաջինն է Դավիթին ամուսնության առաջարկություն արել։ Տատիկը ժպտում է մի փոքր զարմացած, բայց միևնույն ժամանակ ուրախ, որովհետև իր համար կարևոր չէ, ով է առաջինն այդ քայլի գնում, կարևորը զույգը սիրի իրար և լինի միասին։ Քիչ անց Դավիթը գալիս է Մարիայի տուն, բայց ներս չի մտնում։ Նրանք բակում կանգնած զրուցում են և Դավիթը խոստանում է, որ հենց այսօր երեկոյան կգա պաշտոնապես Մարիայի ընտանիքի հետ պայմանավորվելու հարսանիքի օրվա մասին։ Մարիան հիշեցնում է իր ցանկությունն էր, որպեսզի իրենք պարտադիր մինչև դատը ամուսնանան։ Սակայն այս երջանկության ֆոնին մութ սյուժե է զարգանում։ Սոֆյան, Արտակի կինը, նոր ցուցմունք էր տվել Դավիթի դեմ, պնդելով իբր Դավիթը հաճախ էր ծեծում Արտակին, բայց պարզվում է այդ ամենի հետևում կանգնած է ոչ ոք այլ քան Ռաֆը։ Ռաֆը հանդիպել է Սոֆյային, համոզել, որ իրենք երկուսն էլ ունեն Դավիթի դեմ պայքարելու պատճառ, և Սոֆյան կարծես ամբողջությամբ տրվելով նրա ազդեցությանը համաձայնում է Ռաֆի յուրաքանչյուր հրահանգի։ Նա պատրաստ է անգամ կեղծ ցուցմունք տալ, միայն թե Դավիթը բանտ նստի երկար տարիներով։ Ռուբենը իր ենթակային հանձնարարում է ստուգել Արտակի վերջին հեռախոսազանգերը։ Ցուցակում նա տեսնում է մի համար, որն իրեն շատ ծանոթ է։ Դա ոչ այլ ոք է, քան Ռաֆը։ Արտակին վերջինը հենց Ռաֆն է զանգել։ Սա կարող է դառնալ գործի շրջադարձային պահը։ Բայց Ռուբենը չի շտապում այս տեղեկությունը փոխանցել քննիչին։ Նա որոշում է ամեն ինչ լուծել առանց աղմուկի, ուղիղ դիմելով Ալլային։ Երբ Ալլան բացում է դուռը, Ռուբենը հստակ ասում է. եթե Ռաֆը հիմա չգա ոստիկանություն և չխոստովանի իր մեղքը, ապա ինքը ստիպված կլինի այս ինֆորմացիան փոխանցել քննիչ Խաչատրյանին, որպես ապացույց Ռաֆի դեմ։ Եվ երբ գործը հասնի այնտեղ, ոչինչ այլևս չի կարող փրկել Ռաֆին, քանի որ ինքնախոստովանական գրելու դեպքում Ռաֆի պատիժը կարող է մեղմանալ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ալլան գոնե հիմա խելքը գլուխը կհավաքի և կստիպի Ռաֆին գնալ ու խոստովանել մեղքը։ Եվ այդ դեպքում արդյոք Ռաֆը կհամաձայնի ու կխոստովանի, թե սպասվում է նոր ու շատ ավելի վտանգավոր զարգացում։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկումն ասել է, անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի կերն։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսեր։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он Մոսկովա's նման։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենջոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։
Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժջուն ենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայդրությամբ պետք է ասցեն նոր կրկնեմ առավոտի 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերայի։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, չի կանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղազան գնում։